Ահա։ Ողջույն, սիրելիներս։ Այսօր խոսելու եմ, թե ինչպես են դարապես այս քվանտային փոփոխությունները տեղի ունենում, ինչպես է փոխվում մեր ուղեղի ֆունկցիան, ինչպես է իրականանում ինտուիցիան մեր մեջ, ընդհանրապես ինչ է այդ ինտուիցիան եւ ինչպիսի մարդկային նոր հնարավորություններ են մեր առաջ բացվել, որոնք են որ գիտականորեն ապացուցված են, որոնք են, որ դեռ մնացել են հոգևոր ոլորտում կամ մետաֆիզիկայի հնարավորություններից են մարդիկ խոսում։ Այսօր մենք միասին կպարզենք ու ձեզ համար պարզ կլինի, թե ինչի ենք մենք մեր ակադեմիայում այդքան հետաքրքիր վարժանքներ ու նաև դասախոսություններ լսում ու կարողանում մեր կյանքը շատ արագ վերցնել պատասխանատվությունը մեր ձեռքը ու փոխել։ Ես մի շատ կարևոր կետեր եմ ձեզ համար առանձնացրել, որ կպատմեմ ու կհասկանաք, թե ինչքան հետաքրքիր է այս կյանքը, ինչպես է փոխվում մեր շրջապատը և ինչպես կարող ենք այն վերցնել հենց մեր ձեռքը։ Մի քանի կարևոր ուղղություններից, որոնց մասին որ այսօր կխոսեմ, դա արեգակնային համակարգի քվանտային թռիչքի գաղափարն է, մյուսը, որ ինչպես ենք մենք ընդունում ժամանակի փոփոխությունը, այն մյուսը, որ ուղեղի աշխատանքը ինչպես ենք կարողանում նոր ձևով այն դիտարկել և ինտուիցիայի ու ենթագիտակցության դերերը նեյրոգենեզիան, հա, չգիտեմ, լսել եք այսպիսի արտահայտություններ և ամենակարևորը այսօր կխոսեմ նաև DNT-ի մասին ու մարդուն, թե ինչպես է այն ներքին փոփոխություններ իրականացնում մարդու մեջ։ Սա շատ կարևոր փոփոխություններ են, որոնք որ տեղի են ունեցել 2000 թվականի ծեսկում։ Ամենակարևորը իմացեք, որ բոլորը չէ, որ գիտնականները կարողացել են ապացուցել, սակայն շատ համոզիչ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել երկրմոլորակի և արեգակնային համակարգի վրա, գիտնականները կարողացել են ինչ-որ ձևով ապացուցել։ Եվ ես անպայման ձեզ կփոխանցեմ մի քանի գիտնականների անուններ, կոնկրետ, թե ովքեր ինչեր են արել, և դրանով կհամոզվեք, որ այս քվանտային թռիչքը հենց ուղղակի այնպես չենք խոսում, ինքը կարևոր, լուրջ փոփոխություններ է իրականացնում մեր կյանքում։ Ուրեմն, քվանտային թռիչքի գաղափարը վերջին տարիներին բազմաթիվ հոգևոր դպրոցներում և շատ մարդկանց մոտ որոշ հետազոտողներ շատ են սկսել խոսել և այսօր դարձել է այն հիթ բոլորիս համար։ Այն, որ այն ոչ միայն անցնում է մեր երկիր մոլորակը այդ թռիչքի միջով, այլև անցնում է ամբողջ արեգակնային համակարգը և դա մեծ փոփոխությունների շրջան է։ Դա մենք ուղղակի ամեն մեկս տարբեր ձևերով ենք անվանում, մեկը անվանում է քվանտային անցում, մեկը անվանում է քվանտային թռիչք, մյուսը գիտակցության փոփոխություն և այսպես ոչ միայն փոխվում է մեր մոլորակը, այլև փոխվում է մարդու ընկալումը, մտածողությունը և ներքին
կառուցվածքը։ Հիմա տեսնենք, թե սա ինչպես է տեղի ունենում։ Հետաքրքիր է, չէ՞ արդեն։ Ուրեմն նախկինում այսպիսի հնարավորություններ դեռ չկային եւ այդ պատճառով մենք չէինք կարող այսքան խորանալ այս գիտությունների մեջ։ Դրանք հայտնվեցին այն ժամանակ, երբ մոլորակը արեգակնային համակարգը կատարեց իր առաջին քվանտային թռիչքը։ Երբ այսօր մենք խոսենք այդ թռիչքի մասին, ես կհիշեցնեմ, որ համաշխարհային գիտությունը երկիր մոլորակի մարդը ասում է, որ տեղի է ունեցել արեգակնային համակարգի քվանտային անցում եւ դա տեղի է ունեցել ամբողջ արեգակնային համակարգի մեջ։ Եվ այդ նշանները ուղղակի մի քանիսն են, մենք հիմա հերթով կանցնենք։ Ամենաառաջին փոփոխությունը դա տեղի է ունեցել 2007 թվականին, երբ ուղղակի անսպասելի փոխվեց երկրի առանցքը։ Երկրի առանցքը ուներ այնպիսի ուղղություն, հետո մի փոքր շեղում տեղի ունեցավ։ Հիմա կասեք, թե դա ինչ մեզ, հա։ Այդ ժամանակ, երբ որ երկրի առանցքը մի փոքր սկսեց շեղվել, ջրերը, այդ գլխավոր ջրային հոսանքը նույնպես սկսեց փոխվել։ Դրա համար այն հիմա Եվրոպայի համար կլիմայական փոփոխություններ է ու ընդհանրապես ամբողջ երկիր մոլորակի վրա այդ փոփոխությունները մենք շատ լավ տեսնում ենք։ Ուրեմն սա կոչվում է Գոլֆստրիմի տաք ջրեր, համաշխարհային օվկիանոսից դրանք գնում են դեպի հյուսիսային լայնություններ։ Իսկ Գոլֆստրիմի ուղղության փոփոխությունը անմիջապես ազդեց մեր կլիմայի վրա։ Այսինքն մեր կլիման փոխվեց եւ մենք ձեզ հետ միասին դարձանք դրա վկան։ Հաջորդ փոփոխությունը տեղի ունեցել 2014 թվականի նոյեմբերին։ Նույնպես անսպասելի այն տեղի ունեցավ, երբ գիտնականները արձանագրեցին, որ երկրի տարբեր անկյուններում կան կառույցներ եւ մենք չգիտենք, թե ովքեր են դրանք կառուցել, հավանաբար մեր նախնիները, եւ դրանք կոչվում են բուրգեր։ Ոչ ոք չգիտեր դրանց նշանակությունը, բայց մարդու կողմից արհեստականորեն ստեղծված բուրգեր կային եւ ամբողջական էին նրանց տեսքերը։ Եվ կարելի է ասել, որ 2014 թվականի նոյեմբերին հանկարծ այդ բուրգերը սկսեցին էներգիաներ հեռարձակել։ Այսինքն պատկերավոր ասում են գիտնականները, որ բոլոր բուրգերը արհեստական են ստեղծված։ Ինչ է բուրգը։ Դա կարծես եռանկյուն է, կարծես եռանկյունաձև բարձրություն, այն հիշեցնում է լեռներ, բայց ունի շատ կարևոր համամասնություններ։ Եվ գիտնականները գիտեն, երբ է դա արհեստականորեն ստեղծված։ Եվ ահա, երկրի բոլոր արհեստական բուրգերը հանկարծ միաժամանակ նրանք սկսում են ճառագայթներ արձակել էներգիայի ձևով։ Ինչու դա տեղի ունեցավ, մինչև հիմա դեռ նրանք չեն կարողանում դա պարզել, բայց ամեն դեպքում այդ էներգիայի ճառագումը շատ արտահայտիչ ու տպավորիչ էր։ Հետո ինչ տեղի ունեցավ, հաջորդը դա 2017 թվականի դեկտեմբերին փոխվեց երկրի լուսային ոլորտը։ Ինչ է սա նշանակում։
Երկրի վրա մենք դա չենք կարող հաստատել, բայց դա հաստատվել է բոլոր արհեստական արբանյակների միջոցով։ Ինչու դա տեղի ունեցավ եւ ինչ հետևանքներ ունի, հələ որ գիտնականներն այդքան էլ չեն կարողանում պարզել, բայց այն փաստը, որ երկրի լույսային փայլը փոխվել է, դա հաստատված է։ Դա արդեն գիտենք ըստ Շումանի ռեզոնանսի, հա? Եվ հաջորդը, դա 2021 թվականի հունվարին արեգակնային համակարգում հայտնվեց նոր կիսաստղ կամ կիսաստղեր, չափերով դրանք գրեթե լուսնի չափ էին, որտեղից էլ հայտնվեցին դրանք եւ ինչ որ ազդեցություն ունեցան մեր վրա։ Սա նույնպես գիտնականները դեռ չեն կարողացել պարզել, թե ինչու եւ ինչպես, բայց տիեզերագնացները, որ բարձրանում են վերև ու փորձում են իրենց հետազոտությունները իրականացնել, մինչև հիմա դեռ աշխատում են սրա վրա եւ բնականաբար բոլոր ինֆորմացիաները չէ որ մենք ունենք, սրանց մի մասն է միայն մեզ հասնում։ Եվ ամենազարմանալի փոփոխությունը այս քվանտային թռիչքի ժամանակ դա ժամանակի փոփոխությունն է։ Ու ինչ է ժամանակը, մեզ միշտ սովորեցրել են, չէ՞, դպրոցում, որ ամենուր մեզ մոտ ձևավորվել է պատկերացում, որ ժամանակը այսքան է, չէ, ունենք այսքան ժամանակ, տարի, ամիսներ ու այսպես։ Ու ինչ որ ձևով մենք կարողանում ենք ժամանակը չափել, սակայն ժամանակը դա հենց ներկա, անցյալ ու ապագան է ու շարժվում է այն միայն մեկ ուղղությամբ։ Եթե ինչ որ բան ներկայում է, այն գնում է դեպի ապագա, իսկ ներկա է գալիս ապագան։ Այսինքն նայենք ապագա, ներկա, անցյալ ժամանակի գծային շարժման, նա ընդամենը գտնվում է մի գծի վրա։ Այսինքն այստեղ ժամանակը միաժամանակ գոյություն ունի այս երեք չափումների մեջ։ Սա էլ հաջորդ փոփոխությունը շատ ենք ինձ թվում այդ մասին խոսել, որ մենք հիմա գտնվում ենք միաժամանակ եւ անցյալում, եւ հիմա, եւ ապագայում, չէ՞։ Այսինքն սա էլ հենց այն բացահայտումն է, որ ժամանակ գոյություն չունի։ Հիմա պատկերացնում եք, այս ամենը միաժամանակ գոյություն ունի։ Եվ սա առաջին նորությունն է։ Պարզվում է, որ ժամանակն ունի վերադառնալու հատկություն։ Գիտությունը հաստատել է մաթեմատիկական հաշվարկներով, որ ժամանակը վերադառնում է յուրաքանչյուր 10-ից 15 տարին մեկ։ Ինչ է սա տալիս։ Ասենք ժամանակը վերադարձավ։ Հետո ինչ կարող ենք անել մենք հիմա։ Կամ կարող ենք ինչ-որ մի բան փոխել, կամ մեր ապագայում ինչ-որ մի բան կարող է փոխվել։ Հուսով եմ, հիմա ինքներդ դուք ձեզ հարց տալով փորձեք հասկանալ, թե ես ինչ էի նկատի ունեի։ Գիտնականները հասկացան, որ ժամանակը ունի տարբեր չափումներ։ Նրանք սկսեցին դիտարկել
Իսկ ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում։ Եվ առաջին լրիվ անսպասելի բացահայտումը եղավ այն ժամանակ, որ ժամանակի շարժումը փոխում է գլխուղեղի նեյրոններում կապերի քանակը։ Այնինչ որ մենք անցյալ շաբաթ արել ենք։ Կապերի քանակը գլխուղեղի նեյրոններում, այսինքն ստացվում է այսպես. 3 մենք եսից ենք բաղկացած։ Միաժամանակ գոյություն ունի 3 ես։ Անցյալի եսը, ներկայի եսը և ապագայի եսը։ Այն որ պետք է ես լինեմ։ Ինչպես մենք դա կօգտագործենք, կախված է նրանից, թե ինչ ենք ուզում և մեր մարմինը ինչպես այն կօգտագործի, ինչպես կհիշի ժամանակը, ինչքանով կազդի այդ մեր կառուցվածքների վրա։ Եթե ուզենք այդ կառուցվածքները կդառնան ավելի թույլ, երբ մենք մնանք անցյալի մեջ, կամ ավելի ուժեղ, եթե մենք ուզում ենք հենց այս պահին փոխվել։ Ու ժամանակը մեզանից խլում է մեր ֆիզիկական մարմնի կառուցվածքի արդյունավետությունը, կախված նրանից, թե մենք ինչպիսին ենք ուզում լինել։ Ժամանակը նաև թուլացնում է մեր հոգևոր տարրերը։ Պատկերացնում եք։ Օրինակ, ինչ է հոգևոր լինելը։ Ինչպես կարող ենք մենք պատասխանել այս հարցին։ Ինձ թվում է կարելի է այս հարցի մեջ մի քիչ խորանալ քննարկման ձևով, բայց երևի դա ավելի լավ է թողնենք հետոյին, որպեսզի շատ ժամանակ չգնա մեզանից այս պահին, բայց այս հարցը անպայման միասին կքննարկենք։ Մենք հասկանում ենք և բնության մեջ տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում մարմինը դառնում է ավելի թույլ, չէ՞։ Մկանները սկսում են թուլանալ, որոշ օրգաններ սկսում են շարքից դուրս գալ, ժամանակի ընթացքում այդ առաձգականությունը սկսում է թուլանալ և խլում է մեզանից մեր բարոյական և էթնիկական արժեքները։ Ժամանակը իշխանություն չունի մեր էթիկական ու բարոյական արժեքների վրա, այո, բայց կարողանում է խլել հոգևոր ծղտումները, կարողանում է խլել մեր ֆիզիկական ուժերը, այսինքն, չէ, մկանների ուժեղությունը կամ կոփվածությունը, և մենք կարող ենք նաև դիմակայել այդ թուլությանը։ Մենք կարող ենք կանգնեցնել այդ պահը, այսինքն մենք կարող ենք կառավարել ժամանակը և այստեղից ինչ հետևություն, մենք կարող ենք երկարացնել մեր կյանքը։ Ուրեմն, եկեք մի հատ նորից կրկնենք փոփոխությունները, փոխվեց երկրի առանցքը, էներգետիկ դաշտը, ակտիվացան բուրգերը,
հետո փոխվեց երկրի լուսային ոլորտը, հայտնվեցին նոր մոլորակներ և փոխվեց ժամանակի ընթացքը։ Ուրեմն արագությունն էլ կախված է մարդու ընկալման տեսակետից, հա? Մեկի մոտ այն արագացել է, մյուսի մոտ այն դարձել է դանդաղ։ Ու կարելի է ասել, որ ժամանակը կամ այդ ժամանակի ընթացքը դա մեր վիճակն է։ Ու յուրաքանչյուր տարիքային փուլում մեզ մոտ միշտ կա նոր ես։ Ու փոխվելով մեր մարմնի կառուցվածքը, թուլանալով որոշ հատվածներ ժամանակի ընթացքում, երբ որ մարդը սկսում է արդեն դիմակայել, փոխվում է նրա ընկալումը, փոխվում է նրա վերաբերմունքը, գիտակցությունը, ու վերադարձող ժամանակը, երբ ժամանակը վերադառնում է յուրաքանչյուր 10-15 տարին մեկ, մարդը դա իմանալով կարող է ինքնուրույն փոխել իր անցյալը, ներկան և ապագան։ Հիմա, ինչ էր սա։ Կարելի ասել, որ մոլորակային մակարդակում, արեգակնային համակարգի մակարդակում, քվանտային մոտավորապես 5 թռիչքներ տեղի ունեցան։ Հիմա եկեք տեսնենք, թե մեզանից յուրաքանչյուրի մեջ ինչ փոխվեց։ Գիտությունը հաստատել է, որ մարդու մարմնում նույնպես կան մի քանի փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունները ոչինչից կախված չեն։ Դրանք կախված են նրանից, թե մենք որտեղ ենք ապրում։ Ինչպիսի ռասայի ենք պատկանում, ինչպիսի գործունեություն ենք ծավալում, որ տարիքում ենք գտնվում, ինչպիսի սերին ենք ներկայացնում, ընդհանրապես կապ չունի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ էթնիկ ծագում ունենք, կախված չէ մեր մնացած պատկանելությունից, ինչպես նաև տարիքից։ Այսինքն, այս փոփոխությունները բացարձակապես վերաբերվում են բոլորին։ Եվ մենք գիտենք այդ փոփոխությունները արդեն մոտավորապես ճանաչում ենք և գիտելիքները այսօրվա, որ մեզ փոխանցվում են, տեղեկացնում են մեզ, դարձնում են մեզ զինված և հնարավորություն են տալիս, որպեսզի մենք ինքնուրույն փոխենք մեր մարմինը, ուղեղը և գործունեությունը, ըստ այդմ էլ կունենանք հրաշալի արդյունքներ։ Ահա թե ինչ հրաշալի, հիանալի հնարավորություններ ունենք մենք և սկսենք, ուրեմն։ Այն ինչ տեղի է ունենում համընդհանուր ձևով, եկեք խոսենք հենց դրա մասին։ Առաջինը որ գլխուղեղի ալիքներն են փոխվել։ Նրանց կառուցվածքն է փոխվել։ Ինչ են այս ալիքները։ Լսել եք էլեկտրաէնցեֆալոգրամմա։ Ձեզանից որևէ մեկը տեղյակ է,
այս հասկացությունից, սա ուղեղի կենսախոսանքների գրանցումն է։ Այս կենսախոսանքները բաժանվել են ըստ հաճախականության և արտահայտման ամպլիտուդի, որոնք մենք շատերս օգտագործում ենք, ալֆա, բետա, գամմա, դելտա ալիքներ։ Եվ ահա այս ալիքների կառուցվածքը յուրաքանչյուր մարդու մոտ փոխվել է։ Ինչու՞։ Որովհետև տեղի է ունեցել արեգակնային համակարգի քվանտային թռիչք։ Իսկ մեր երկիրը մտնում է հենց այդ համակարգի մեջ։ Եվ սա ինչ գործունեություն է նշանակում ընդհանրապես մեզ համար։ Նշանակում է, որ փոխվել է գլխուղեղի և ողնուղեղի կառուցվածքներից եկող էլեկտրական ազդակների հաճախականությունը։ Եվ մենք ասում ենք, որ նախկինում միշտ շեշտը դնում էինք այն բանի վրա, որ մեր գիտակցությունն ունի կարծես երկու մակարդակ։ Ու նախկինում մենք շատ տեղ էինք տալիս գիտակցությանը։ Առաջին մակարդակը դա ինտելեկտն է։ Մենք միշտ շատ էինք հպարտանում, որ մեր ինտելեկտը անհավանական զենք է։ Իսկ որտեղ է գտնվում ինտելեկտի կոդին, դա կոչվում է այս դիմացի հատվածում, ճակատի հատվածում, հենց այդ շրջանում, այստեղ մոտավորապես մի քիչ ավելի հետ տեղակայված է մեր ոնց որ ինտելեկտի ապրելու վայրը, կոպիտ ասած։ Ինչ է մեզ տալիս ինտելեկտը։ Մեր ինտելեկտը միավորում է տեղեկատվությունն ու էներգիան։ Բառի հասկացության մեջ։ Այսինքն բառը մարդու ֆոտոնն է և նույնպիսին, ինչպիսին արձագանքում է արեգակը։ Եվ սա անում է մեր ինտելեկտը։ Տեսեք, մենք օգտագործում ենք արեգակի ֆոտոնները, բայց դրանց որ մասը, միայն էներգետիկ մասը։ Իսկ ինչ տեղեկատվություն են կրում այդ հոսքերը, արեգակի ֆոտոնները, մենք մինչև հիմա դեռ չգիտենք։ Բայց մարդը սովորել է ստեղծել իր սեփական ֆոտոնները։ Եվ այդ սեփական ֆոտոնները մեր բառերն են։ Ես խոսում եմ ձեզ հետ ու փոխանցում եմ այս տեղեկատվությունը և փոխանցում եմ նաև էներգիա։ Դուք հասկանում եք ինձ, այսինքն յուրացնում եք հենց այդ տեղեկատվությունն ու էներգիան, որոնք գալիս են ինձանից ու փոխանցում են ձեզ։ Եվ մենք միշտ հպարտացել ենք նրանով, որ մեզ մոտ գլխավոր ուժը եղել է ինտելեկտը։ Սակայն այս քվանտային թռիչքից հետո, որը կատարել է արեգակնային համակարգը, որի մեջ մտնում է նաև մեր երկիր մոլորակը, փոխվել է ամեն ինչ։ Եվ որ ուղղությամբ։ Հիմա ասեմ, քվանտային թռիչքից հետո պարզվեց, որ առաջին հորիզոնականում ոչ թե մեր ինտելեկտն է, այլ ինտուիցիան։ Ինտուիցիան դարձավ գլխավոր կարողություն մարդու համար։ Իսկ ինչ է ինտուիցիան։ Ինտուիցիան արտահայտվում է զգացողությունների, կանխազգացումների, երազների միջոցով։ Այսինքն մեր ենթագիտակցությունը խոսում է իր լեզվով։ Դուք
Հավանաբար լսել եք, երբ կինը ասում է. գիտես, ինձ թվում է, որ ես հենց այսպես պետք է անեմ։ Իսկ տղամարդիկ, որոնց մոտ ինտելեկտն է կերակշռում, ասում են. բացատրի, ինչու։ Բայց կինը չի կարող բացատրել ինչու։ Նա ուղղակի արտահայտվում է ու ասում է. չգիտեմ, որովհետև ես այդպես եմ զգում։ Ինձ հետ այդպես թվում է։ Ու նախկինում ում մոտ կանխազգացումներն ուժեղ էին, համարվում էին տարօրինակ մարդիկ։ Իսկ հիմա այս 21-րդ դարում մեր ենթագիտակցությունը, մեր ինտուիցիան դուրս է գալիս առաջին մակարդակ։ Գիտությունը ցույց է տվել, որ ինտուիցիան խոսում է իր լեզվով։ Այսինքն, ինտուիցիան էլ ունի իր լեզուն, որ մեր ենթագիտակցությունը տեղեկատվություն է ստանում տիեզերքից իր սեփական ալիքներով։ Պատկերացնում եք։ Սեփական ալիքներով ստանում է ինֆորմացիան եւ ոչ թե բառերի միջոցով։ Եվ այն իր ձևերով, իր ուղիներով փոխանցում է ու խոսում է իր լեզվով մեզ, հա, այդպես խոսում է մեզ հետ։ Այսինքն մենք պետք է սովորենք շատ հստակ լսել այն զգացողությունները, որոնք մենք ունենք հիմա ու այստեղ։ Պետք է շատ զգուշ ու նուրբ վերաբերվել կանխազգացումներին։ Երբ մտածում եք ինչ-որ մի բան, կարծես թե ճիշտ չէ, այստեղ ասում եք ինչ-որ մի բան այն չէ, կանգ առեք ու նորից մտածեք։ Ինչ է նշանակում մտածել։ Այդ դեպքում պետք է անպայման կապվել ինտուիցիայի հետ, ավելի հստակ ազդանշաններ ստանալ նրանից։ Կամ գոնե հաջորդ տարբերակը քնել այդ մտքով եւ ինտուիցիան անպայման երազների միջոցով մեզ կպատասխանի։ Ուրեմն, այստեղից հետևություն, որ ինտուիցիան քվանտային թռիչքից հետո գրավել է առաջին հորիզոնականը։ Մենք պետք է սովորենք լսել մեր մարմնին, որովհետև գիտությամբ հաստատված է, որ մեր մարմինը մեզ հուշումներ է տալիս։ Մենք միշտ կարծում ենք, որ որոշումներ ընդունում է ինտելեկտը։ Ոչ չի կարելի իրան այլևս ընդունել հենց այդպես, որովհետև քվանտային թռիչքը մեր օրգանիզմում ու մեր դաշտում փոխել է ամեն ինչ։ Ու ինտուիցիան հուշում է մեզ ամեն ինչ, ինչ որ կատարվում է, ինչ որ տեղի է ունենում 30 վայրկյան շուտ։ Քան ինտելեկտը կսկսի արձագանքել կամ իր ծրագրերը մեզ փոխանցել։ Այսինքն մեր ինտուիցիան բռնում է ազդանշանները շրջակա միջավայրից և տիեզերքից։ Թե ինչ հաճախականություններով, հիմա դա արդեն կարևոր չէ, կարևորն այն է, որ ստանում ենք նոր տեղեկատվություն, մշակում ենք այն և 30 վայրկյան շուտ մինչև ինտելեկտը կհասկանա, արդեն պատրաստի պատասխանը մենք ունենք։ Այս պատճառով այն մարդիկ, որոնց մոտ ինտուիցիան շատ լավ է աշխատում, հիմա արդեն ավելի ուրիշ հարթության վրա են գտնվում և շատ հետաքրքիր ձևով կարողանում են իրենց կյանքը տնօրինել։
Եկանք հասանք այն կետին, թե ովքեր են այդ մարդիկ։ Մենք շատ նկատում ենք, որ հրաշալի ինտուիցիա ունեն երեխաները, կանայք և շատ հազվադեպ, ես կասեի աստղային հոգիներ, տղամարդիկ։ Շատ քիչ տղամարդիկ են օժտված ինտուիցիայով։ Գիտնականները նաև հաստատել են, որ ուղեղը անընդհատ աշխատում է, որ այն երբեք չի հանգստանում, նույնիսկ եթե մենք արթուն վիճակում ենք, թե ցերեկը մենք գիտենք, որ ամբողջ ժամանակ մենք կարող ենք տեղեկատվություն որսալ բառերի միջոցով կամ այլ աղբյուրներով։ Ուղեղը նաև աշխատում է հրաշալի քնի ժամանակ և դա էլ է գիտնականների կողմից ապացուցված, այսինքն քնի ժամանակ հանգիստ վիճակ չի համարվում մարդու մոտ, այլ մարդը այդ ժամանակ նույնպես կարողանում է ինֆորմացիաներ ստանալ։ Նույնիսկ կոմայի մեջ գտնվող մարդիկ, մարմինը անշարժ վիճակում, այնուամենայնիվ նրանց գիտակցությունը կարծես թվում է, թե անջատված է, բայց նրանք կարող են ինֆորմացիա ստանալ, այսինքն նրանց ուղեղը կարողանում է բռնել այդ ալիքները։ Հիմա անցնենք հաջորդ նորությանը, որ տարբեր մեթոդներով հաստատվել է տարբեր լաբորատորիաներում աշխարհի տարբեր գիտնականների կողմից, որ մեր ուղեղը մեծացրել է ճանաչողական կարողությունները։ Եվ ինչ է նշանակում ճանաչողական կարողություններ ունենալ, դա շրջակա միջավայրից նուրբ բաներ որսալու ունակությունն է և դրա հիման վրա ինչ-որ նոր բան ստեղծելը։ Սա ավելի բարձր զգայունություն է և նոր արդյունք ստեղծելու կարողություն, որը կոչվում է արարել։ Ճանաչողական մարդը, կարողություններով օժտված մարդը նա է, ով կարողանում է ինչ-որ մի նոր բան ստեղծել։ Եվ յուրաքանչյուրիս մոտ փոխվել են այդ կարողությունները, այդ հնարավորությունները։ Ինչով է սա ապացուցված։ Մարդը, ով ցանկանում է օգտվել այդ հնարավորությունից, չնայած որ ոչ բոլորն են կարողանում այն օգտագործել, կարող է միլիոնավոր իրադարձություններ միևնույն ժամանակահատվածում գտնել ու իրեն համար անհրաժեշտ այդ տեղեկատվությունը իր համար համապատասխան օգտագործել։ Այսինքն ամբողջը ինչ կա, մեր շուրջ բոլորը, այդ բոլոր ինֆորմացիաները, որոնք որ գտնվում են մեր դաշտում, ինչ ենք անում մենք, որսում ենք, ճանաչում ենք, կարողանում ենք նրանց բռնել։ Եվ սա հենց նոր ճանաչողական ունակությունների դրսևորումն է։ Օրինակ, ինչպես որ ասենք, օրինակ ես կարողանում եմ այդ ինֆորմացիաները, երբ որ իմ ուշադրությունը կենտրոնացնում եմ հենց այդ տեղի վրա, կարողանում եմ գնալ ու վերցնել։ Հիմա, ինչպես մարդը կօգտագործի այս նոր կարողությունները, դա արդեն կախված է մարդու երևի գիտակցական մակարդակից։ Հաջորդ փոփոխությունը դա մեր հիշողությունն է։ Մենք բոլորս սովոր ենք մտածել, որ տարիքի հետ
մեր հիշողությունը վատանում է։ Եվ ասում էինք. ախր ես մոռացկոտ եմ դարձել, այս վերջերս չեմ կարողանում հիշել, բայց ով ասաց, որ պետք է կապված լինի այս ամենը տարիքի հետ։ Հիմա ինչ է պարզվել։ Պարզվել է, որ մեր հիշողության այդ դարանը մեծացել է, մեր հիշելու ունակությունը մեծացել է և գիտնականները դա հաստատում են։ Ինչի հաշվին է մեծացել, առաջացել են մեր գլխում նոր նեյրոններ, իսկ այդ նոր նեյրոնները ստեղծում են նոր կապեր և հենց այդ նոր կապերն են դառնում տեղեկատվության պահպանման վայրեր, այսինքն առաջանում են նոր նեյրոններ։ Նախկինում ասում էին, որ նեյրոնները ձևավորվում են կամ ստեղծվում են միայն մինչև 3 տարեկան հասակում։ Մարդու երեխան ծնվում է ավելի անօգնական, քան կապիկի ձագը, բայց հենց սկսում են առաջանալ նոր նեյրոններ, շրջապատի մարդիկ օգնում են երեխային յուրացնել այդ տեղեկատվությունը, այդ պահից մարդու երեխան ընդմիշտ առանձնանում է կենդանական աշխարհից։ Այսինքն նա սկսում է դառնալ մարդ։ Ինչի հաշվին, այս նոր նեյրոնների առաջացման հաշվին։ Մեզ միշտ ասում էին, որ այդ նեյրոնների քանակով, ինչքանով որ մենք ծնվել ենք, որոնք ձևավորվել են մինչև 2-3 տարեկան հասակը, այդ նույն քանակով էլ մարդը կմեռնի, բայց գիտնականներն ապացուցել են, որ այդպես չէ։ Պարզվեց լրիվ ուրիշ բան, որ նեյրոնները սկսում են առաջանալ մարդու մոտ նույնիսկ 45 տարեկանից հետո։ Եվ դրա պիկը կարող է լինել նույնիսկ 60 տարեկանը։ 60 տարեկանում մարդու մոտ ակտիվորեն ձևավորվում են նոր նեյրոններ։ Գիտության մեջ այս գործընթացը կոչվում է նեյրոգենեզ, այսինքն առաջանում է հսկայական քանակությամբ նոր նեյրոններ։ Նոր նեյրոնները մարդու նոր հնարավորություններն են, և եթե խոսում ենք հիշողության մասին, ապա նշանակում է մեր հիշողությունը մեծանում է։ Այդ պատճառով մենք ասում ենք, որ մեր հիշողությունը վատացել է, այն առաջվա նման չէ։ Իսկ դա կենդանական կողմ գնալու ունակություն է։ Երբ ձեր հիշողությունը վատանում է, առաջին քայլն է դեպի մարդկային կողմից կենդանական կողմ գնալը։ Դրա համար մենք անմիջապես պետք է սկսենք նոր նեյրոններ առաջացնել, ակտիվացնել մեր նեյրոնները։ Հիմնականում մինչև 60 տարեկան։ Եվ վերջինը, որ հաստատվել է, նեյրոնները առաջանում են գլխուղեղի փորոքներում, դա ամենակարևոր վայրն է, որը կոչվում է հիպոկամպ։ Իսկ հիպոկամպը տեղեկատվության պահեստարանն է։ Այստեղ է գտնվում երկարաժամկետ հիշողությունը։ Եվ հենց այստեղ են առաջանում նոր նեյրոնները։ Եթե մենք սկսենք նվնվալ ու արտարացնել մեր վատ հիշողությունը, ապա արդեն առաջին քայլն ենք անում դեպի հետ գնալ, դեպի կենդանական ապրելակերպին։ Հիշողությունը չպետք է պակասի, չպետք է քչանա 45 տարեկանից հետո էլ։
Ընդհակառակը այն պետք է մեծանա, որովհետև այդ հնարավորությունը մենք ունենք եւ այն ապացուցված է։ Այսինքն մեր նեյրոնային ցանցը մեծանում է, հիշողությունը նաև այդտեղ է սկսում մեծանալ, հիշողության դարանը։ Ուրեմն մենք բոլորս կառուցված ենք սիմետրիայի հիման վրա, չէ՞, մեզ մոտ ամեն ինչ սիմետրիկ է։ Մենք ունենք գլուխ, աչքեր, ու ձեռքեր, ոտքեր, թոքեր, բոլորը երկկողմանի են։ Կա նաև ոսկե համամասնության սիմետրիայի և ֆրակտալային սիմետրիա։ Ինչ է դա։ Դա կոչվում է կոտրված գիծ։ Պարզում է, որ հենց այդ կոտրված գծերում է մեր մարմինը միավորում տեղեկատվությունը։ Երբ հիշողությունը ակտիվ է, դա նշանակում է, որ մենք տիրապետում ենք մեծ քանակությամբ տեղեկատվության։ Իսկ եթե տիրապետում ենք տեղեկատվությանը, նշանակում է կարող ենք այն կիրառել մեր կյանքում։ Եվ ստացվում է, որ զինված ենք, այսինքն մեր ակտիվ գործունեության հնարավորությունները մեծանում են։ Այստեղից եթե հետ գնանք մեր առաջին բազային կուրս, ակտիվ գործունեություն, չէ՞, կամք, սեր և ակտիվ գործունեություն։ Այնպես որ եկեք էլ երբեք չփողոքենք հիշողությունից, որովհետև արդեն հասկանում ենք, թե այն մեզ ուր է տանում։ Իսկ մենք չենք ուզում հետադարձ քայլեր կատարել, այլ պետք է հասկանանք, որ մեր հիշողության տարանը մեծացել է և մենք ուղղակի գնում ենք առաջ։ Եթե մենք տարիքի հետ բողոքում ենք ու ասում ենք վատացել է մեր հիշողությունը, ապա չենք մոռանում, մենք գնում ենք կենդանական ապրելակերպի կամ կենդանական գոյության։ Եկանք հասանք ամենավերջին կետին, ԴՆԹ-ին։ Ինչ է ԴՆԹ-ն։ ԴՆԹ-ն տեղեկատվություն է, որը գրված է քիմիական նշաններով։ Ինչպես որ մենք կարդում ենք այբուբենը, չէ, կարդում ենք տեքստերը տարբեր լեզուներով, այնպես էլ ԴՆԹ-ի տեղեկատվությունն ենք կարդում այդպես քիմիական տառերով։ Այն գտնվում է մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջի ներսում։ Եվ այդ ԴՆԹ-ն ուղղակի նվեր ենք ստանում հենց ծնվելու պահին։ Եվ ահա ԴՆԹ-ի հատկությունները փոխվել են։ Այդ փոփոխությունները տեղի են ունեցել երկու գործոնների պատճառով։ Առաջինը, ԴՆԹ-ի ակտիվությունը կախված է այն միջավայրից, որտեղ մենք գտնվում ենք, եւ մենք գիտենք, որ ՏՆԹ-ն գտնվում է հենց բջիջի միջուկում, իսկ միջուկում կա ինչ։ Ջուր։ Այդ ջուրը սովորական ջուր չէ, այն կառուցվածքային ջուր է, կամ համակարգված ջուր է, որը գտնվում է հեղուկ բյուրեղի տեսքով։ Այսինքն, հեղուկ բյուրեղը կարծես բարձիկ կամ ներքնակ է մեր ՏՆԹ-ի համար, եւ հենց այդ կառուցվածքային ջուրն է փոխում ՏՆԹ-ի հատկությունները։ Այսինքն, որոշ տեղեկատվություն սկսում է արտահայտվել, իսկ որոշն էլ ավելի խորն է գնում։ Ինչու է ջուրը այդքան ազդում։ Ջրի կառուցվածքն էլ է փոխվել։ Այս վերջերս հուսով եմ շատ եք լսել, որ
ամբողջ աշխարհում ջրի կառուցվածքը փոխվեց։ Մի հատ փոխվեց 2025 թվականին, կարծեմ փետրվարի 19-ին, եթե չեմ սխալվում։ Բայց կարող է սուտ լինել, որտեվ չեմ հիշում անգիր։ Ջուրը H2O կազմված է ջրազնի և թթվազնի ատոմներից, և համաշխարհային գիտությունը հաստատել է, որ ջրազնի ատոմը փոխել է իր զանգվածը մոտավորապես 4%-ով։ Այսինքն 19-րդ դարի ջուրը և 21-րդ դարի ջուրը նույնը չեն։ Փոխվել է ջուրը, այսինքն նաև փոխվել է այն միջավայրը, որի վրա գտնվում է DNT-ն։ Եվ սա ազդել է հենց DNT-ի փոփոխության վրա։ Բացի այդ, պարզվեց, որ DNT-ն կարող է ստեղծել իր կրկնօրինակը։ Ինչից։ Արեգակի ֆոտոններից։ Սա ուղղակի ցնցող բացահայտում է, երբ առաջին հրապարակումները հայտնվեցին աշխարհի գիտնականները սկսեցին կրկնել այս փորձերը, և պարզվեց, որ DNT-ն իսկապես որսում է արեգակի ֆոտոնները և ստեղծում ինչ-որ լուսային կառուցվածք։ Այդ լուսային DNT-ի կառուցվածքը մնում է անփոփոխ, և այն գրեթե անհնար է ոչնչացնել։ Գիտնականները այն լցնում էին հեղուկ ազոտով, շատ ցածր ջերմաստիճանով, և այդ լուսային կառուցվածքը անհետանում էր միայն ժամանակավորապես։ Հենց ջերմաստիճանը բարձրանում էր, և այն կրկին սկսում էր վերականգնվել։ Ահա թե ինչու գիտնականներն ասում էին, որ նույնիսկ մակեդոնացու արյունալի ճանապարհները մինչև օրս արտացոլվում են այն ժողովուրդների մեջ, որոնց տարածքներով նրանք անցել են։ Եվ հիմնականում նրանց մոտ դա արտահայտվում էր կերակրափողի քաղցկեղի բարձր աստիճանով, բարձր մակարդակով։ Եվ ահա քանի տարի է անցել, բայց այդ ժողովուրդների մոտ մինչև օրս այդ հիվանդության ռիսկը կա։ Հենց սա բացատրվում է DNT-ի փոփոխությամբ, մոտավորապես այսպես։ Մենք հասկացանք, որ DNT-ի հատկությունները փոխվել են երկու պատճառով։ Առաջինը փոխվել է ջրի կառուցվածքը, որի մեջ է գտնվում DNT-ն, իսկ երկրորդը ձեռք է բերել իր կրկնօրինակը արեգակի ֆոտոններից։ Նա կարողացել է ստեղծել իր կրկնօրինակը։ Մի բան ևս, որ մարդը կարող է սեփական ցանկությամբ արդեն նաև փոխել իր DNT-ն։ Սա էլ է արդեն ապացուցված, ավելին, արդեն նույնիսկ կան մաթեմատիկական տվյալներ, որ մարդը կարող է սեփական ցանկությամբ փոխել իր DNT-ի հատկությունները մինչև 40%։ Այսինքն մարդը դուրս է գալիս գոյության, գոյատևելու կառուցվածքից ու առաջ մարդը չի ունեցել կարողություն ձեռք բերել այդ տեղեկատվական ինֆորմացիաները, տեղեկատվությունը, չի կարողացել, այսինքն չի էլ իմացել, թե ինչպես կարող է
հենց այդ տեղեկատվությունը ձեռք բերել եւ օգտագործել, իսկ այժմ, քանի որ կարողանում ենք հեշտությամբ անցնել մի հարթությունից մյուս հարթություն կամ ավելի ճիշտ մի սենյակից մյուս սենյակ, մենք կարող ենք մեզ համար հասանելի յուրաքանչյուր տեղեկատվություն վերցնել ու ամբողջական կամ ինչ-որ չափով փոխել մեր իրականությունը։ Հենց այստեղ է թաքնված այն քվանտային թռիչքի հզոր միտքը, երբ մենք ասում ենք, մենք վերցնում ենք պատասխանատվությունը մեր վրա և մեր իրականությունը մեզ համար լավագույն տարբերակով դարձնում։ Իրականում մեր իրականությունը լավագույն տարբերակով կա, գոյություն ունի։ Ուղղակի փոխելով մեր իրականությունը մենք կարողանում ենք հասնել մեր լավագույն տարբերակում։ Ինչի միջոցով հիմնականում կարող ենք դա անել։ Առաջինը բառերի միջոցով, օգտագործելով ճիշտ բառեր, արտահայտելով ճիշտ մտքեր, սրա միջոցով առաջինը մենք կարողանում ենք փոխել մեր ՏՆԹ-ն, հաջորդ ձևը ընտրել համապատասխան երաժշտություն, որը որ կօգնի մեզ ևս մեկ անգամ վերափոխվել։ Դրա համար նույնիսկ կարելի ասել, որ մեր նախահայրերը կամ մեր նախնիները այս հրամասին օրինակ ունեցել են ինֆորմացիա, վերցրել են երաժշտությունը և օգտագործել են իրենց լավագույն տարբերակը կերտելու համար։ Եվ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր համար ընտրել ինչ-որ մի տարբերակ վերափոխման, վերածննդի համար և իրականում այս քվանտային թռիչքի միջոցով կերտել իր լավագույն տարբերակը։ Այսինքն այն 3 եսերից մենք հենց այսօր կարող ենք լինել մեր լավագույն տեսակը և ապագայում ունենալ երեկվանից ավելի լավ եսը։ Մի քանի գիտնականներ անուններով, որ հետագայում նաև կարող եք հանդիպել ձեր կյանքում, ովքեր որ այս փոփոխությունները բացահայտել են ու ապացուցել են։ Ֆրեդ Գեյգը, ամերիկացի նեյրոկենսաբան, որը հայտնի դարձավ մեծահասակ մարդու ուղեղում նոր նեյրոնների առաջացման նեյրոգենեզի հետազոտություններով։ Եթե ցանկանաք, ես կտեղադրեմ հղումները, կարող եք նայել ու համոզվել։ Նշանակում է այն բոլոր վարժանքները, որոնք որ մենք անում ենք ու ավելացնում ենք մեր նեյրոնները, նոր նեյրոնային կապեր ենք ստեղծում, այն ապացուցված է։ Շարունակում ենք անել։ Էլիզաբեթ Գոյլդը հետազոտել է, որ մեծահասակների ուղեղում նույնպես կարող են ձևավորվել նոր նեյրոններ, հատկապես հիպոկամպում։ Գերտ Քեմպերմանը նեյրոգենեզի և հիշողության ոլորտի առաջատար գիտնականներից է։ Էրիկ Քանդլը Նոբելյան մրցանակակիր է, ապացուցել է, որ հիշողությունը կապված է նեյրոնների միջև կապերի փոփոխության հետ։ Դանիել Քահնեմանը ուսումնասիրել է ինտուիցիան,
արագ մտածողությունը և ենթագիտակցական որոշումները։ Նրա գաղափարները մասամբ հիշեցնում են այն մասին, թե ինչպես ինտուիտիվ արձագանքները տեղի են ունենում մեզ մոտ, հատկապես կանանց և երեխաների մոտ։ Անտոնիո Դամասիոն հետազոտել է զգացմունքների, մարմնի ազդակների և գիտակցության կապը։ Նրա տեսությունները հաճախ օգտագործում են ինտուիցիաները ակտիվացնելու թեմաներում։ Յոնաս Ֆրիզենը վերջերս բացահայտել է, որ մեծահասակների ուղեղում կարող են պահպանվել նեյրոնների նախածին բջիջներ։ Միշաել Քապլանը առաջին գիտնականներից էր, ով 1970-ից 80-ական թվականներին սկսեց խոսել մեծահասակ ուղեղում նոր նեյրոնների գոյության մասին։ Դոնալդ Հեբ հայտնի Hebbian learning տեսությամբ, ըստ որի նեյրոնների միջև կապերը ուժեղանում են փորձառության ընթացքում։ Մոտավորապես այս մի քանի գիտնականները, ովքեր որ ինչ-որ չափով կարողացել են նեյրոգենեզի, հիշողության, ինտուիցիայի և ուղեղի փոփոխվող կառուցվածքի թեմաները բացահայտել, այսօր այս ժամանակահատվածում շատ ակտուալ է ու մենք կարող ենք ուղղակի վերցնել ու մեր կյանքում օգտագործել և հասնել մեր հոգու այն լավագույն տարբերակին կամ հոգու թրթիռների այն բարձրագույն աստիճանին, որը որ առայժմ մեզ է հայտնի, իհարկե դրանից բարձր էլ կան հոգու 24 մակարդակները, չէ՞, թրթիռների 24 մակարդակները։ Մոտավորապես այսքանը այսօրվա համար, եթե հարցեր ունեք, կարող ենք քննարկել։ Ես անջատեմ ձայնագրությունը։